Վերջին զանգ հեռուստասերիալում յուրաքանչյուր սերիա մի նոր բացահայտում է, որ փոխում է կերպարների հարաբերությունները։ Սեմի վիրահատությունից հետո հանկարծակի բացահայտվում է մի փաստ, որը ցնցում է Վիկտորիային։ Նա այցելում է Սեմին և Մերիի խոսքի արդյունքում իմանում է, որ Հենրի շախունցն է վճարել Սեմի կյանքի համար անհրաժեշտ այդ թանկարժեք վիրահատության գումարը։ Վիկտորիայի համար այս լուրը շոկային է, նա չի կարողանում հավատալ, ինչպես է հնարավոր, որ այն տղան, որին նրանք այդքան ժամանակ տեսել են որպես վտանգավոր սպառնալիք իրենց ընտանիքի և դստեր համար, կարող է այսպիսի անշահախնդիր քայլ անել։ Տուն վերադառնալով Վիկտորիան պատմում է այդ մասին նաև Ավագին։ Ավագն առաջին արձագանքով համոզված է, որ ինչ-որ սխալ կա, միգուցե բժիշկը շփոթել է, բայց իրականությունը մնում է անփոփոխ։ Հենրին արել է այն, ինչ նրանից Անգելինայի ծնողները հաստատ չէին սպասում։ Իսկ Անգելինան կողքի սենյակից լսում է ծնողների խոսակցությունը և առանց որևէ բառ ասելու հոգու խորքում զգում է, հենց այսպիսի տղամարդու է սիրում։ Նա երբեք չի կասկածել Հենրիի սրտի մաքրությանը, բայց այս պատմությունը նորից ուժեղացնում է իր համոզմունքը, որ Հենրին ուրիշ է, իսկական, անշահախնդիր և արժանի սիրո։ Նույն զգացողությամբ է լցվում նաև Ֆաինան։ Նա զարմացած ու մի փոքր հպարտությամբ նայում է եղբորը, բայց միաժամանակ փորձում է հասկանալ, ինչն էր նրան մղել այդ քայլին։ Հենրին էլ հանգիստ, առանց մեծ ճառերի ու իրեն երևակայելու ասում է, որ տեսել է օգնության կարիք ունեցող մարդ և օգնել է, ով էլ լիներ Սեմի փոխարեն ինքը նույնն էր անելու, բայց ցավոք ոչ բոլորն են պատրաստ հավատալ այդ մաքրությանը։ Սեմը դեռ վերականգնման փուլում է և այս ամենը դիտում է այլ տեսանկյունից։ Նա չի հավատում Հենրիի մտադրությունների մաքրությանը։ Կարծում է Հենրին օգնել է իրեն, որպեսզի հետո փառք ստանա, որպեսզի բոլորը ասեն, որ Հենրին իր կյանքի փրկիչն է։ Սեմը նույնիսկ առաջին անգամ իր քրոջ Մերիի հանդեպ կոպտություն է դրսևորում, մեղադրելով, թե Հենրիի փողերն արդեն իրեն էլ են կուրացրել ու նա սկսել է պաշտպանել Հենրիին։ Իրականում Սեմի ներսում չհաղթահարված վիրավորանք կա, ու դա ավելի ուժեղ է, քան երախտագիտությունը։ Իսկ այս ընթացքում Անետն Աննային ասում է, որ Հայաստան է եկել Լիլիթի որդին, Արամը, բայց Աննայի համար այս լուրը ոչ մի արժեք չունի։ Նրա միտքը հստակ կենտրոնացած է մեկ բանի վրա՝ այն գաղտնիքի, որը զգում է, գոյություն ունի, բայց դեռևս չի կարող բացահայտել։ Նա գիտի, որ Միքոն ու Հենդոն ինչ-որ բան են թաքցնում և դա անմիջական կապ ունի Անգելինայի հետ։ Երբ այս մասին բարձրաձայնում է Միքոին, վերջինս խառնվում է իրար, ու նրա լռությունը ամեն ինչ ասում է։ Իսկ Արամի Լիլիթի որդու վերադառնալը նոր գիծ է բացում։ Հայաստան վերադառնալուց ընդամենը ժամեր անց նա փողոցում պատահաբար տեսնում է Մերիին, միայնակ նստած, մտահոգ ու վիրավորված եղբոր խոսքերից։ Նրանք դեռ չեն ճանաչում իրար, բայց մի բան հստակ է՝ այս հանդիպումը պատահական չէր։ Այս տեսարանը սերիալի հեղինակները պատահական չեն կառուցել։ Արամը ամենայն հավանականությամբ կսիրահարվի Մերիին, և գուցե հենց այս պատահական պահը դառնա նոր սիրային գծի սկիզբ։ Իսկ թե ինչպես կզարգանա այս նոր հարաբերությունները, արդյոք Արամը դրական կերպար է, թե Բագրատի դաստիարակության արդյունք, դա դեռ մեզ համար պարզ չէ ու կիմանանք առաջիկայում։ Իսկ դուք, հարգելի հետևորդներ, գրեք մեկնաբանություն, արդյոք Անգելինայի ծնողները կփոխեն իրենց կարծիքը Հենրիի մասին, իմանալով նրա Սեմին արած լավությունը։ Գրեք մեկնաբանություն։
Thank you.